Պարոն Փոժյան, ես կուզենայի նաև առանձին խոսեիք 10 սրբազանների մասին եւ ձեր խոսքը ուղղեք եւ իրենց վարքագիծը, իրենց կեցվածքը, չնայած սրբազանները կոնկրետ բնութագրեցին, որ նրանք տիրադավներ են եւ բանդայի հետ գործ ունեն, 3 սրբազանների հայտարարությանը վստահ եմ, որ ծանոթ եք, ինչ է, պատեհապաշտություն է, ագահություն է, վախկոտություն է, կոմպրոմատ է, թե ուղղակի տականքակույտ հուդաներ են, ստորակարշ, որ այսօր այդ 10 սրբազանները թիկունքից հարվածում են Հայաստանի Հանրապետությանը, ոչ միայն հայ առաքելական եկեղեցին։ Ես այդ հարցին պատասխանեմ սենց, որպեսզի մի քիչ ավելի կարող ապատայի միանշանակ չենք ավելի։ Ձայն ես հուդաների բանը դիր թող մի քիչ ցածր ձայնով։ Այնտեղ կան սրիկաներ, այնտեղ կան թալանչիներ։ Այս տականքների մասին է խոսքը։ Եվ այնտեղ կան մարդիկ, ովքեր որ ճնշմանը չեն կարողացել դիմակայել, եւ ես կուզեի, որ այնուամենայնիվ այն մարդիկ, ովքեր որ ճնշմանը չեն դիմակայել, ի վերջո փոխեն։ Նույնիսկ սրիկաներին չի վերաբերում։ Իդեպ վեհապարները թողել իր հայտարարության մեջ։ Ես ճիշտ եմ համարում։ Ես ճիշտ եմ համարում, որտեղ այնտեղ կան, չեմ ուզում անուններ տամ։ Կան մարդիկ, ովքեր որ կարող են հետ վերադառնալ, ես դա կոչ եմ անում, դուք հետ վերադարձեք, որովհետեւ սա վեհապարի խնդիր չի, սա եկեղեցու խնդիր է, Հայաստանի այստեղ եմ կարծում։ Այնտեղ կա վերջացած սրիկա, դա բոլորս գիտենք թե ում մասին։ Կճոյանը, Գևորգը, չէ, կան թալանչիներ։ Հա։ Եվ նույնիսկ կան մարդիկ, ովքեր որ կարող են հետ վերադառնալ եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այնուամենայնիվ մենք այդ մարդկանց, ովքեր որ վերադառնալու տեղ ունեն, տեղ թողնենք, որ նրանք վերադառնան։ Սրիկային բնականաբար սրիկաները պետք է մաքրվեն, տեղ չունեն, նրանք լյուստրացիայի շուտ բանից պետք է ենթարկվեին։ Չեմ ուզում դրա անունը տամ, вообще խոսքը Կճոյանի մասին չի իդեպ ասեմ։ Կճոյանը դա, այսպես ասած, այն երկրորդ շերտի մասն է, դա գիտենք ում մասն է խոսքը։ Ո՞ն սրիկանով է Գևորգի մասին է խոսքը, որ վերցրել է հայ։ Վազգենի։ Գևորգի մասը, Վազգենի, այո, ամենամեծ սրիկանն է, դա ինքն է կոորդինացնում այդ ամեն ինչը եւ ինքը փաստացի Հայաստանի պետականության դեմ գործելու համար պատասխանատվության պետք է կանգնի իշխանապողությունից հետո միանշանակ եմ ասում։ Մնացածները այս կամ այն կամ թուլամորտներ են, մարդ չեն, դրանք ինչ են, ես դրանց մասին չեմ ուզում խոսեմ, դրանք արդեն բայց մի հատ էլ ինքն առաջարկան, ասում թող վեհապարը գա իր դուրը, ինքը կգա ժամանակը, նա թել իր դրան տես։ Նույնիսկ եմ կգում այդ տիպի մարդիկ ի վերջո պետք է պատասխան տան այս պետության առաջ, ժողովրդի առաջ, այն 4000 զոհված երեխաների առաջ, այն 120,000 արցախցիների առաջ, բոլորի առաջ իրանք պետք է պատասխան տան։ Իրանք չեն պատկերացնում։ Իրանք խնդիրներ կար, բան կար։ Ես չեմ ուզում արդեն երկարացնեմ, բայց մի խոսքով անցնենք առաջ։ Շատ լավ։